Ինչ կմաղթեք քաղաքի տոնի կապակցությամբ, ինչպիսին կուզեք տեսնել։ Մեր Էջմիածինը տեսնենք, որ խաղաղ ու արդարացի։ Ինչով արդարացի, ինչ այն չի։ Որ Նիկոլը մեր չթերագրատի մեր եկեղեցին, մեր Գյումրի Սրբազան բաց այդ մեր Գյումրի ղեկավարը մի բան ասեց Նիկոլին, Նիկոլը նրան 2 տարի դատեց, բայց Նիկոլը տենց կեղտոտ խոսքերով մեր սրբազաներին, մեր վեհափարին տենց անբացեց, տնչի իրան դատ չեք տալի, հա? Ինքը իր որ ղեկավարը իրավունք ունի մեր քրիստոնեության վրա տենց կեղտոտ խոսքեր ասի, իրան ինքը ազատ ֆռա, բայց բանը Գյումրի բանին քաղաքապետին տարան 2 տարի նստեցին, որպես էս ինչ։ Թող հա, դե բաց այդ մեր սրբազանները նրանք պայքարում են մեր քրիստոնեությունը պահպանելու, մեր հայերին ազատություն տարելու, ոչ թե հենց ով մի իրական խոսք է խոսում, նրան տանում են աքսորում, որպես էս ինչ։ Էս արդեն մարդկություն չի, էս արդեն բոլշևիկություն է, հայը տենց չի անի, Նիկոլը հայի ծնունդ չի, Նիկոլը գիտեմ, բանից այլ է, թուրքի լամուգա, դրա համար մեր հայությունը չի ուզում պահպանի, ձևական խաղաղություն անում, բայց այդում անդեղ հայոց հողը տալի խալխին, որպես ինչ։ Խաղաղություն է, օգոստոսի 8-ից հետո ձեր կյանքում ոչինչ չի փոխվել։ Ոչինչ չի փոխվել, ինչ է փոխվել։ Մեր թոշակները չեն ավալում, գները բարձանում են, գարս ամսվա կեսը մեր ձեռները փողը վերցնում, պրծնում, մենք խալխից ենք փողը պարխով վերցնում, որ մի կերպ ապրենք։ Ինչ է իր շոֆերն է։ Թոշակներն են բարձրացնում, որ ասում են թոշակ են բարձրացնում։ Այդ ձևական ասում են իր ընտրության համար, իրական թոշակները չի բարձրում, իրական խաղաղություն չկա։ Բան, իրական խաղաղություն չկա, Նիկոլի ոչ մի ասածը իրական չի։ Ասում են չեն կրակում, խաղաղության պայմանագիրը Չեն կրկնում, բայց ինչն են իրական անում։ Եթե խաղաղություն անչի մեր բանից մեծ տարածքը խալխին է տալի, թուրքերն եկել են, մեր Հայաստանը բանը, ջերմուկը գրավել են, եթե խաղաղություն անչի, դրանք մեր հայացից դուրս չեն գալի մեր հողամասերից, եթե խաղաղության ինչի մեր 23 բանդարկյալներին չեն ազատում, այո, մեր ռազմագերիներին, մեր սրբազաններին, որպես ինչ, այս խաղաղությունն է, Են ձևական ասում խաղաղություն, Նիկոլը, որպես իրան ընտրենք նորից լինի վարչապետ, են իրական ոչինչ չի անում ժողովրդի համար, հայի համար։